Լենինագանում կար 8 հիվանդանոց, 8 հիվանդանոց ունեին։ Հիմա մի հիվանդանոց էլ է, ես եմ ենքան եմ սրանց հետ կրվել, որ այդ հիվանդանոցը կառուցել են։ Մի հիվանդանոց, ամբողջ մարզը, կողքի մարզը, Ջավախքը մեզ հետ միասին, հələ գնացեք նայեք, հիվանդանոցներում տեղոսետար չկա, այդ մի հիվանդանոցում։ Պետք է քաղաքապետական հիվանդանոց ունենան։ Ուրեմն Երկաթգծի հիվանդանոցը տվել են մի Ցերմակեշը ինչ է, ես չգիտեմ 15-17 թվականին 17000 քառակուսի մետր 0 դրամով։ 0 դրամով։ Մինչև այսօր ոչ մի ներդրում չի անում այդ Ցերմակեշը։ Ես չգիտեմ մանկավարժական ինստիտուտը, տեխնոպարկը ում է պատկանում։ Ում է պատկանում։ Թումոն ում է պատկանում, կողքի հիվանդանոցը ում է պատկանում։ Քաղաքապետարանից ձեռքից խլեցին ստադիոնը, վերցրեցին պետական գույք ու նվիրատվեցին այդ կառույցին, որովհետև տերերը հասկանում եք ովքեր են։ Ջերմուղը 44% քաղաքապետարանը սեփականատերն էր։ Դուք բոլորը ձեր սեփականությունն է եղել ջերմուղի 44%-ը։ Վերադաս մի քանի չինովնիկ ինձ ասում էին, պիտի նվիրատվություն արես։ Չեմ տվել, նվիրատվություն չեմ արել։ Ինձանից հետո 44%-ը գտնվում է Վիոլա ջերի սեփականությունն է տարել, որ եկա անպայման ձեզ հետ միասին բարձրաձայնելու եմ։ Վերեք հետ վերադարձրեք եւ դրանց պատժեք։ Բացի այդ ամեն ինչից։ Ուրեմն, եթե մենք 37 տարի չունենք Քրկորյանի պես գյումրեցի, որ կա այստեղ ներդրում անի Գյումրի քաղաքում, ուրեմն պետությունը պետք է ստանձնի այդ պարտականությունը։ Երկրի պարենային եւ ոչ պարենային ապրանքների 60%-ը ներկրվում է դրսից, 40%-ը Թուրքիայից։ Ուրեմն այս պետությունը չի կարող նստի մտածի այսքան գիտական պոտենցիալով, այսքան համալսարաններով, ինստիտուտներով, թե մեզ ինչ է հարկավոր, պամպերս ընդուք չեք արտադրում Գյումրիում, կամ Գյումրիում կամ Հայաստանում։ 1925 թվականին, ուրեմն Կիրովագանի քիմիական կոմբինատը արտադրում էր գարբիտ եւ էլեկտրոդ, էդել փակեցիք Թուրքիայից եք ներկրում։ 1941 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմում Հայաստանի Հանրապետությունը արտադրում էր 110-ից 120 տեսակի զենք զինամթեր։ Ուրեմն այսօր մենք պատերազմի շեմին կանգնած պետություն ենք ու պատերազմի մեջ ենք։ Մեր երկիրը ինչ է արտադրում։ Այն Հրանտ Բակրատյանը հարկում եմ այդ մարդուն։ Ինքը ասում էր, պատրոնի գործարանը բերեցինք, դրեցինք ու շատ լավ արտադրում էինք։ Ուրեմն սնարյադներ էինք արտադրում, որ թուրքերը զարմացել էին։ Ինչի չի գործում, ում եք սեփականաշնորհել։ Ուրեմն ամբողջ բանակը, միայն բանակը կարող է շուկա դառնալ յուրաքանչյուր հայ գործարանի։ Երկու գործարան ունեինք այստեղ, Կոշիկի գործարան 100 տարիներով Գյումրին զարգացած է կոշկագործությունը։ Բանակի սապոկներն ու կոշիկները ով է կարում։ Դրսից եք բերում Չինաստանից կամ հագուստը որտեղից եք բերում, ով է դրա մատակարարը։ Բանակը ով է մատակարարում, հələ թափանցիկ ասեք ովքեր են դրանք։ Կտեսնեք, որ իրանք են նախկի եւ ներկա այդ չինովնիկները երկիրը պահել են իրենց այսպես բռի մեջ եւ մեզի պես մեր տեսագին ճանապարհին խփում են, բանդարգում են կամ երկրից աքսորում են, որովհետեւ մնան ստրուկները եւ իրենց գործը կատարեն ու քանդեն Հայաստանը։ Երկիրը ղեկավարվում է անգլո-թուրքական շների կողմից, լավ իմացեք սա, բարձրաձայնում եմ ես։ Այդ պահելու բան չունենք։ Ինչ մնում է, ինձ վախեցնելը, իմ Տերս Աստված է, լավ իմացեք, ես իրոք հավատքով եմ, ես իրոք աստվածապաշտ տղա եմ եւ մի բան գիտեմ, որ ասում է վախկոտությունը թերահավատության նշան է, ոնց որ ասում էր Վարդան Մամիկոնյանը, մեռնիմ ես քո գերեզմանիդ, հասկացար, ես հավատում եմ հարությանը, ես մի րոպե չեմ կասկածում, որ այս 70 տարին հավիտենականության մեջ այս բադիսարակության չափը չկա, այո, սրբերը կնում էին նահատակության, եթե պետք է նահատակվել, ես պատրաստ եմ այդ նահատակության եւ ես բարձրաձայն ասում եմ, ով է մեզ ղեկավարում, ուր են տանում, ինչ են անում։ Ամբողջ պատմության մեջ, եթե խորանաք, 5 տարի հայ ազգը առանց կռիվների չի մնացել։ 5 տարի։ Պարսիկ, թուրք, մոնղոլ, թատար, արաբ միշտ հարձակվել են մեզ վրա։ Մենք խաղաղ ենք մնացել այս 75 տարի, որ ռուսների հետ ենք։ Հիմա սրանք ռուսներին ուզում են ստեղից քշեն, որ ում բերեն։ Ում բերեն, թուրքերին, ուրեմն երբեք չի ստացվի, չի ստացվի։
ինձ մշտական այն ժամանակներն ասում էին, բոլորը գալիս խոսում են, խապում փախնում են, ես այն ժամանակ մի բան էի ասում, գիտեք ինչ կա, անապատկան չկնավոր Եպրեմի խորին ասուրին, երբ որ անապատից գալիս է քաղաք, մի ադամ բարոյական պատուհանից ասում է հայր սուրբ, արի էստեղ գործ անենք, աղջիկ ջան, արի հրաբարագում, եկսե մարդիկ կտեսնին, եկսե տեղը Աստված կտեսնի, մարդիկ են զորեղ դե Աստված, հիմա Աստվածավախ մարդը, Աստվածասեր մարդը գիտե որ, երբ որ մենակ մնաց իր կաբինետում փաստաթուղթ պիտի ստորագրի ու գումարները պիտի տանի, Սե մարդիկ չտեսան, բայց Աստված տեսավ, մերնի մասու զորության, այ եկեղեցու առաջ ենք ասում։ Այսինքն, մեզ պետք է հավատք ունեցող, քիրջ ունեցող, խղճին սատարող, տեր եղնող մարդ է պետք, լավ իմացեք, հերիք է խապվեք, մեր էս ինչը, տո դրա երեսներն չենք տեսել, որ ասես վարը որտեղ է, չի տենել Գյումրու վարը որտեղ է։ Դրանք ինչ գյումրեցի, ինչ լեննականցի մենք դրանց ոչ հորերին ենք տեսել, ոչ վիրանց ենք տեսել։ Հա, մի խոսքով դրանց անունները չեմ ուզում, անադական չեմ ուզում վիավորել կամ ինչ-որ մի բան ասել, մի խոսքով։ Ես շատ կարող եմ խոսել, հիմա ինչքան խոսեմ, կարամ խոսեմ, բայց ես մի բան եմ ասում։ Այստեղ մեծամասնությամբ հավաքվել են իմ մոտիկները։ Եթե դուք գնում եք ընտրության, որ ես ձեր մոտիկն եմ, եկուց կեկակ ես ձեզ լավ բան կանեմ, աշխատանք կունենաք, կամ ես կոմ, կամ են կոմ, չարաչար սխալվում եք։ Այս սկզբունքով չգնաք ընտրության, գնացեք ընտրության, տեսեք գործը, Տիրոջ Դադաստանին ասում է բանք լրին գործ խոսին, հրեշտակները մարդու գործը պիտի բերեմ, լեզուն պիտի կդրվի, գործը պիտի խոսի, տեսեք այսքան ժամանակ ինչ եմ արել այս քաղաքին, այս լրատվությունը, որ մշտական ինձ կապում է, կրագոցները, ինչ կրագոց, հերիք է